Երբ այս աշխարհի կուսակալը չար, դատաքննում էր Քրիստոսին արդար, հարցրեց նրան, դու թագավոր ես, իսկ Հիսուսն ասաց, այս բանի համար եմ ծնվել ու աշխարհ եկել, որպեսզի ճշմարտության համար վկայեմ։ Իսկ Պիղատոսը զարմացած ասաց, ինչ է ճշմարտությունը, եւ այս ասելով դուրս ելավ գնաց։ Ճշմարտությունը դա լույս է, բարի, չես կարող նրան դու մթագնել։ Ճշմարտությունը արդարություն է, չես կարող նրան մեղադրել։ Ճշմարտությունը ազատություն է, չես կարող նրան բանտարկել։ Ճշմարտությունը խաղաղություն է, չես կարող նրան փոթորկել։ Ճշմարտությունը ուրախություն է, չես կարող նրան տրտմեցնել։ Ճշմարտությունը դա սրբություն է, չես կարող նրան ապականել։ Ճշմարտությունը մեծ փրկություն է, չես կարող նրան կործանել։ Ճշմարտությունը մեծ զորություն է, չես կարող նրան դու հաղթել։ Ճշմարտությունը սիրո կրակ է, չես կարող նրան հանգցնել։ Ճշմարտությունը հավիտյան կյանք է, չես կարող նրան սպանել։ Ճշմարտությունը անմահություն է, չես կարող նրան բնաջինջ անել։ Ճշմարտությունը Աստծուց է ծնված, Աստծո բերանի սուրբ խոսքն է կենաց, որ մարմին հագավ, փառքով հայտնվեց, փրկության համար աշխարհ ուղարկվեց։ Ճշմարտությունը մեղքերի համար խաչը բարձրացավ, մեռավ, թաղվեցավ, բայց երրորդ օրը հարություն առավ։ Ճշմարտությունը պետք է ճանաչել, ապրել, քարոզել, երբեք չամաչել։ Ամեն մարդ սուտ է, Աստված ճշմարիտ, այս սուտ աշխարհում դու այնպես ապրիր, որ ճշմարտությունը քեզ համար լինի, ոչ թե դատավոր, այլ դատիդ պաշտպան, ասպար ու վահան, սիրո թագավոր, ամեն։